Երբևէ նվիրված եք ինչ-որ մեկին օգնելուն և ի պատասխան ստացեք թյուրիմացություն, գրգռում կամ նույնիսկ վնասվածքներ, դուք գիտակցել եք, որ նույնիսկ լավագույն մտադրություններով ձեր գործողությունները ավարտվում են ձեր դեմ շրջվելով։ Իմ կյանքի ընթացքում ես ականատես եմ եղել այս սցենարի անհամար ժամանակներին և նույնպես ապրում էր հենց մաշկի վրա, այն, ինչ մենք կարծում ենք, որ մաքուր առատաձեռնության ժեստ է, առանց այն գիտակցելու, դառնալով այնպիսի բան, որն օգնում է։ Իմ անունն է Դավիթ, համենայն դեպս, ես նման եմ այստեղ ներկայացնելու, տարվանից ես սովորեցի հիմնարար դաս։ Ոչ բոլոր օգնությունը, որը մենք առաջարկում ենք ուրախություն, ոչ բոլոր լավ իմաստուն գործողություն իրականում փոփոխություն է առաջացնում, երբեմն նա ցավում է, այլ անգամ այն առաջացնում է կախվածություն։ Եվ շատ դեպքերում դա պարզապես որևէ ազդեցություն չունի։ Երիտասարդության մեջ ես հավատում էի, որ իսկական բարությունը ամեն ինչ անելն էր, որպեսզի իմ հնարավորությունը թեթևացնի ուրիշների տառապանքը։ Ես օգնեցի հարևաններին, ընկերներին և նույնիսկ մարդկանց, որին ես հազիվ էի գիտեի, միշտ մտածում եմ. Եթե ես ինչ-որ բան անելու դիրքում եմ, թվում էր, թե սուրբ սկզբունք է, ապրելու ոսկե կանոն, բայց փորձը ինձ սովորեցրեց, որ երբ օգնության ոգևորությունը սահմաններ չունի, մենք մոռանում ենք հարգել հիմնական սահմանները։ Ես կոնկրետ օրինակ կտամ. ես հանդիպեցի մի երիտասարդի, ում համար մեծ հիացմունք ուներ, նա կանգնած էր դժվարին ժամանակ։ Աշխատանքի մեջ խնդիրներ, ընտանեկան թյուրիմացություններ և ֆինանսական սեղմումներ, որպես ավելի փորձառու ինչ-որ մեկը, ես զգացի, որ դա միջամտելն է, ես խորհուրդներ տվեցի, մոբիլիզացված կապեր, արեցի այն ամենը, ինչ գտնվում էր իմ հնարավորության սահմաններում, ինչ չլիներ իմ անակնկալը, երբ նա հեռացավ, ասելով, որ իրեն վերահսկում էր, կարծես նրա կյանքը այլևս քոնն էր, ի վերջո ես տարակուսում էի, իմ մտադրությունները հնարավորինս լավն էին։ Այդ ժամանակ ես հասկացա առաջին կարևորագույն դասը։ Անսահման բարությունը կարող է կործանարար լինել, շտապում ենք շտկել ուրիշների կյանքը, մենք մոռանում ենք, որ հաճախ պետք է լսել միայն առանց պատրաստի լուծումներ կամ միջամտություն ստանալու։ Բայց սա հենց սկիզբն է, կան մի շարք սխալ պատկերացումներ, որոնք մենք պատրաստել ենք, փորձելով օգնել, փոքր մանրամասներ, որոնք, առանց դրա իրականացնելու, խաթարելու հարաբերությունները և նույնիսկ թափահարում են մեր ներքին խաղաղությունը։ Ես տեսա այս սխալները ոչ միայն իմ կարիերայում, այլև ընկերների, գործընկերների և ծանոթների կյանքում մեծահոգի սրտով մարդիկ, որոնց գործողությունները, սակայն, ավարտվեցին ցավ պատճառելով։ Այս թեման խորապես շոշափում է ինձ, մանավանդ որ այն ստեղծվել է հրեական իմաստության ավանդույթի շրջանակներում, մեր նախնիները ուսուցանեցին. Նա, ով փրկում է կյանք, փրկում է ամբողջ աշխարհը, բայց ոչ ոք մեզ նախազգուշացրեց, որ նույնիսկ խնայողությունը կարող է սխալվել, երբ մենք չգիտենք, թե ինչպես ճիշտ ձևավորել, ինչպես ես ասում է իմ պապը, իմաստուն մարդ, ով ծանր ժամանակներ էր ապրում։ Այսօր ես ուզում եմ այս դասերը կիսել ձեզ հետ։ Ես կխոսեմ մեր 10 ամենատարածված սխալ պատկերացումների մասին, որոնք մենք արել ենք, օգնելով ուրիշներին։ Սխալներ, որոնք դուք չեք էլ պատկերացնում, որ գործնականում եք, բայց կարող եք փչացնել ձեր գործերի բավարարումը և գողանալ ձեր սեփական գործողությունների բավարարումը։ Եկեք հասկանանք, թե ինչու։ Երբեմն մեր բարության ժեստերը հակառակ ազդեցությունն են տալիս ցանկալիին, և ավելի կարևոր, ինչպես կատարել մեր օգնությունը, իրականում լույս այն ստացողների կյանքում։ Մենք կմոտենանք, երբ ժամանակն է միջամտել, և երբ պետք է միայն դիտարկել։ Երբ առաջարկեք խորհուրդներ և երբ պարզապես լսել։ Երբ տալ և երբ թույլ տալ, որ մյուսը ընտրի ձեր ճանապարհը, հետևեք մինչև վերջ, քանի որ դա ոչ միայն սխալների ցուցակ չէ, այլ իրական պատմություններ և գործնական խորհուրդներ ձեր բարության համար, այլ ոչ թե ոչնչացնելու համար, այլև իրոք լուսավորեք նրանց, ում ցանկանում եք օգնել։ Ես կարող եմ երաշխավորել։ Ես եղել եմ նրանց, ովքեր հավատում էին, որ օգնում էին գործելու հոմանիշը, այդ մեծահոգությունը նշանակում է կատարված իրերի քանակը և այդ սերը ցուցադրվում էր միջամտության միջոցով, միայն ժամանակի հետ։ Ես հասկացա, որ իրական բարությունը միմյանց տեսնելն է, հասկանալ նրանց կարիքները, հարգում նրանց սահմանները և առաջին հերթին հոգ տանել ձեր մասին, որպեսզի ձեր հոգին ջնջեք։ Եթե ցանկանում եք սովորել օգնել մի կերպ, որը բերում է ուրախություն և լույս, մնացեք մինչև վերջ, եկեք միասին նայենք 10 թակարդին, որոնք կանխում են մեր բարությունը իրական լինելուց և պարզել, թե ինչպես լավ մտադրություններ վերածել գործողությունների, որոնք, փաստորեն, բարելավում են մարդկանց կյանքը։ Երբ ասում եմ, որ առանց սահմանների բարությունը կարող է վտանգավոր լինել, ես չափազանցնում չեմ, տարիներ շարունակ ես նկատեցի, թե ինչպես են լավագույն մտադրությունները դարձան հակամարտության և հիասթափության աղբյուր։ Այսօր ես մանրամասնելու եմ այս 10 սխալ պատկերացումները և կիսելու եմ, թե ինչպես սովորեցի խուսափել դրանցից։ Առաջին սխալը։
Շտապը ուրիշների կյանքը շտկելու համար։ Ես հիշում եմ մի գործընկերոջ, ով անցնում էր բարդ ժամանակաշրջան, ոչ մի մոտիվացիա, մշտական նախագծով եւ կորցրած տեսքով։ Ես անմիջապես ներգրավեցի, առաջարկելով խորհուրդներ, ներկայացնելով փորձագետներ եւ փորձելով լուծել իրավիճակը, սակայն երախտագիտության փոխարեն ես գրգռում ստացա, նա զգաց, կարծես կորցնում է վերահսկողությունը իր գոյության վրա, դասը ես վերցրեցի, երբեմն իրական օգնությունը գործողություն չէ, այլ ներկա լինելու եւ լսելու մեջ, մարդը գիտի, թե ինչ է պետք։ Շատ անգամ նա միայն ինչ-որ մեկին է ուզում իր կողքին, առանց փորձելու փոխել նրան։ Երկրորդ սխալը։ Ակնահատություն ակնկալեք, քանի անգամ ենք մենք ցավ զգում, երբ օգնելուց հետո մենք չենք ստացել պարզ շնորհակալություն։ Ես եղել եմ այս միջով, իր երիտասարդության մեջ նա կարծում էր, որ ամեն տեսակի ժեստ արժանի էր ճանաչման։ Բայց ես սովորեցի արժեքավոր ճշմարտություն, փոխանցվեց սերունդների համար։ Լավ արժանիք չես, բավերական բարությունը չի չափվում շնորհակալության համար, բայց երջանկության համար մենք տեսնում ենք մյուսի աչքում եւ մեր գործողությունները ստեղծում են։ Երրորդ սխալը, ճնշող, ես ասում էի այո, օգնության բոլոր խնդրանքներին, մինչև հասունությունը, հոգնածությունը եւ ամեն ինչ չհասկանալը, իմ նախնիների իմաստությունը դասավանդում է, չի կարելի նվիրաբերել այն, ինչը ոչ։ Եթե մենք չենք հոգ տանում մեր մասին, մեր բարությունն այլևս լույսի աղբյուր չէ եւ բեռ է դառնում։ Ես սովորեցի ընտրել այնտեղ, որտեղ իմ օգնությունը իսկապես անհրաժեշտ է, եւ որտեղ այն արդյունավետ կլինի, սա եսասիրություն չէ, բայց գիտակցված խնամք ինքդ քեզ եւ ուրիշներին։ Չորրորդ սխալը։ Անտեսեք ուրիշների սահմանները, երբեմն մենք կարծում ենք, որ եթե ինչ-որ մեկի համար ինչ-որ բան լավ է, այդ մարդը պետք է ընդունի, բայց յուրաքանչյուրն ունի իր սահմանները։ Ես տեսա լավ նշանակություն ունեցող հարևան, փորձելով օգնություն ցույց տալ տարեց տիրոջը, որը զգում էր նվաստացած եւ վիրավորված, նա կարծում էր, որ լավ է անում, բայց իրականում ներխուժել է իր տարածքը, ճշմարիտ բարությունը հարգում է մյուսի սահմանների նկատմամբ։ Այն չի պարտադրում ոչ մի ուժ։ Հինգերորդ սխալ։ Գնահատեք կարիքները, հաճախ մենք գործում ենք այն բանի հիման վրա, թե ինչ ենք կարծում, որ ավելի լավ է մյուսի համար, առանց հաշվի առնելու իր իրականում։ Մի անգամ ես ընկերոջը թանկարժեք նվեր տվեցի, մտածելով, որ դա կլուծի իր խնդիրները եւ կմտնի նրան։ Նրան տեղափոխեցին, բայց հետո խոստովանեցին։ Այն, ինչ ինձանից շատ էր պետք, նրա ուշադրությունն ու ժամանակը չէ։ Վեցերորդ սխալ։ Ավելորդ վերահսկողություն, քանի անգամ եմ տեսել լավ իմաստուն մարդկանց, ովքեր փորձում են ուրիշներին առաջնորդել իրենց ճանապարհներով, ասես նրանք գիտեին, թե որ ուղղությամբ են գնում, յուրաքանչյուրի կյանքը անձնական ճանապարհորդություն է, եւ երբ մենք պահանջում ենք պահանջարկ, մենք կարևոր բան ենք վերցնում։ Պատասխանատվությունը սեփական ընտրության համար, կան ժամանակներ, երբ լավագույն օգնությունը ճանապարհը ցույց տալն է, այլ մյուսին թույլ տալ գտնել այն, նույնիսկ եթե դա նշանակում է սայթաքել, սխալներ եւ սովորել, մի անգամ ընկերն ասաց ինձ. Դուք չեք կարող որևէ մեկին տանել ձեր մեջքին եւ դեռ սպասել, որ նա սովորի քայլել, երբեմն անհապաղը վստահության ամենամեծ գործողությունն է, որը մենք կարող ենք առաջարկել։ Յոթերորդ սխալը։ Համբերության պակաս, մենք ապրում ենք անմիջական արդյունքների դարաշրջանում, եւ այս շտապողականությունը ներթափանցում է նույնիսկ մեր լավ մտադրությունները։ Ես արդեն հիասթափվել եմ, երբ օգնություն կամ խորհուրդներ առաջարկելուց հետո ես ակնթարթային փոփոխություններ չտեսա, բայց Hugh Life մանան չի հետևում մեր ժամանակացույցին, սերմերը, որոնք մենք տնկում ենք։ Եղեք խրախուսանքի խոսք, աջակցության ժեստ կամ լսելու պահի։ Ինչպես ասում է հին ասացվածքները։ Համբերությունը իմաստության մայր է, սովորելով սպասել առանց լիցքավորելու կամ հուսալողելու, իրական օգնության էական մասն է։ Ութերորդ սխալը։ Անտեսեք հուզական աջակցությունը, մենք հաճախ նվազեցնում ենք օգնություն գործնական գործողություններին։ Փող, խորհրդատվություն, արագ լուծումներ, բայց քանի մարդ է պետք, ամենից առաջ, տեսնելու համար, լսեք առանց դատաստանի, ես հիշում եմ զրույցը մի տարեց մարդու հետ, ով ասաց ինձ. Երբեմն ձեր լռությունը 1000 բառ է, այն ժամանակ ես հասկացա։ Մյուսը տեղ գտնելու համար, որպեսի արտահայտեն իրենց ցավերը, վախերը կամ հույսերը, առանց շտապելու ինչ-որ բան։ 9-րդ սխալը։ Չգիտելով, թե ինչպես ասել է ոչ, հիասթափեցնող կամ եսասիրական կարծիքի վախը մեզ տանում է ավելին, քան մենք կարող ենք տալ, բայց այո ասեք ամեն ինչի համար, առանց սահմանների, արտաշնչում է մեր էներգիան եւ նոսրացնում է մեր օգնության հնարավորությունը։ Թե իրականում կարևոր է, բարությունից հրաժարվել սովորելը բարության պակաս չէ։ Դա ազնվության գործողություն է ինքն իրեն եւ մյուսների հետ, երբ մենք պահպանում ենք մեր ռեսուրսները, մեր օգնությունը դառնում է ավելի իրական եւ կայուն։ 10-րդ սխալը։
Մտածել, որ արդյունքը կախված է միայն մեզանից, քանի անգամ ենք մեղադրում ինքներս մեզ, երբ, չնայած մեր ջանքերին, ամեն ինչ դուրս չի գալիս, ինչպես սպասում էինք, կյանքը գործոնների բարդ ցանց է, և մեր դերը ուրիշների ճակատագիրը վերահսկելը չէ, այլ առաջարկել այն, ինչը մեր հասանելիության մեջ է, երբ մեկ իմաստուն ասաց. Դուք կարող եք տնկել ծառը, բայց անձրևն ու արևը երկնքի ձեռքին են, ճշմարիտ բարությունը ուշադիր ցանում է, առանց կառչելու այն, ինչ կխփի։ Վերջնական արտացոլում, այս բոլոր թակարդները ընդհանուր բան ունեն։ Մենք գործում ենք առանց մյուսի ամբողջը հաշվի առնելու, դրա սահմանները, նրա հույզերը, նրա ռիթմը և հաճախ, առանց մեր սահմանները հարգելու, բայց յուրաքանչյուր սխալ քողարկված դասը, իմ սեփական ճանապարհորդությունը ինձ սովորեցրեց, որ երբ ես դադարեցի օգնություն ցույց տալ, երբ ես սովորեցի լսել ավելին, քան խոսել, ուրիշների ժամանակը հարգելը և իմ մասին հոգ տանել, բարությունը սկսեց հոսել ավելի թեթև և ավելի իրական ձևով։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք։ Ձեր բարությունը ուժ ունի, բայց այս ուժը բազմապատկում է, երբ խոսքը վերաբերում է հասկացողությամբ, համբերությամբ և իմաստությամբ, մի օգնեք կարևոր զգալ։ Օգնեք լուսավորել, թեթևացնել, ներկա լինել, երբեմն ամենամեծ օգնությունը պարզապես այնտեղ է առանց շտապողականության, առանց սպասումների, առանց պատմության հերոս լինելու անհրաժեշտության։ Այժմ հրավեր է գործողությանը, մենք գիտենք 10 թակարդները։ Շտապը, երախտագիտության ակնկալիք, գերբեռնվածություն, սահմանների ներխուժում, կարիքների, չափազանց մեծ անհամբերության, հուզական անտեսման անկարողականություն, բայց ինչ անել այս գիտելիքների հետ, ահա մի քանի ուղեցույցներ, որոնք ինձ առաջնորդում են։ 1. Լսեք ավելին, քան խոսելը, շատերը լուծումներ չեն պետք։ Նրանք պետք է լսվեն, երբեմն ամենամեծ նվերը մյուսի համար անվտանգ տարածք առաջարկելը առանց ընդհատման արտահայտվելու։ 2. Հարգանքի սահմանները քոնն ու ուրիշների թիվը, ճշմարիտ օգնությունը ուժ չունի, չի ներխուժում, հարցրեք, դուք ուզում եք, որ ես օգնեմ գործելուց առաջ։ 3. Հոգ տանել ինքներդ ձեզ, դուք չեք կարող տալ այն, ինչ չունեք, պահպանեք ձեր էներգիան, ձեր ժամանակը, ձեր խաղաղությունը, բարությունը սկսվում է դրանից։ 4. Վստահեք գործընթացին, փոփոխությունները ժամանակ են պահանջում, մի հուսահատվեք, եթե անհապաղ արդյունքներ չտեսնեք, բույսը հավատքով, նույնիսկ եթե բերքը ժամանակ է պահանջում։ 5. Գործեք ուրախությամբ, ոչ թե պարտավորությամբ, իրական բարությունը պարգևներ չի փնտրում, նա գոհ է փարոս լինելուց, նույնիսկ եթե ոչ ոք չի տեսնում լույսը։ 6. Եղեք գիտակից, օգնելուց առաջ հարցրեք ինքներդ ձեզ։ Մտածեք ձեր սեփական կյանքի մասին։ Քանի անգամ եք փորձել օգնել և զգալ, որ ինչ-որ բան չի ստացվել, և եթե, հիասթափության փոխարեն, այնտեղ տեսնում եք սովորելու հնարավորություն, յուրաքանչյուր փորձ, նույնիսկ նրանք, ովքեր նման ընթերությունների, մեզ ավելի են մոտենում ավելի իմաստուն և ավելի վավեր բարությանը։ Հիշեք, առանց սահմանների բարությունը քաոս չէ։ Դա թեթև է, որն ընդլայնվում է հարգանքով, ուշադրությամբ և խորությամբ, երբ մենք միավորում ենք սերը և խիղճը, մեր ժեստերը ստանում են մի ուժ, որը գերազանցում է այն, ինչը կարող ենք չափել։ Եվ եթե այս երկխոսությունը ռեզոնանսվի ձեզ հետ, ես ձեզ հրավիրում եմ հետևելու այս տարածությանը, որտեղ մենք միասին ուսումնասիրում ենք, թե ինչպես ապրել ավելի իմաստով, կապով և իմաստությամբ, քանի որ բարությունը ի վերջո նպատակակետ չէ։ Դա է ճանապարհը։ Այստեղ մենք միասին սովորում ենք, կիսում պատմություններ և բացահայտում այն իմաստությունը, որ կյանքը մեզ առաջարկում է, այնուհետև փոխանցում այս լույսը, հաջորդ բովանդակությունը ոչ միայն անցնում է խորհրդատվություն, բայց իմ սեփական ճանապարհորդությունից հանված խորքային դասերը, նրանց փորձը, ովքեր հատեցին իմ ճանապարհը և նախնիների իմաստությունը, որոնք հատում են սերունդները։ Եթե ցանկանում եք, որ ձեր բարությունը լինի իրական, լուսավորելու, ուրախ և ներդաշնակություն ստեղծելու համար։ Սա է, բաժանորդագրումը միայն մեկ կտտոց չէ։ Ինքներդ ձեզ պարտավորություն է ավելի շատ տեղյակ պահել, ավելի իմաստություն գործել և զարգացնել բարություն, որը ծնվում է սրտից։ Դրա հետ վերցրեք այս հանդիպման էությունը։ Ճշմարիտ բարությունը ձեր ցանած լույսն է, և որ ժամանակի ընթացքում վերադառնում է ձեզ բազմապատկված, այն ծաղկում է, երբ մենք գործում ենք խորաթափանցությամբ, ուշադրությամբ և հարգանքով ինչպես մյուսների, այնպես էլ մեզ համար։ Հիշեք, յուրաքանչյուր փոքրիկ ժեստը հաշվում է, խնամքի յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր գիտակցված ընտրություն ավելի լավ աշխարհ կառուցելու մեջ տնկված սերմ է, և այս աշխարհը սկսվում է մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Հետևաբար, այս արտացոլումները վերցրեք ձեր ամենօրյա կյանքին, յուրաքանչյուր հանդիպման համար, յուրաքանչյուր գործողության համար, թող որ ձեր բարությունը լույս լինի առանց սահմանների, բայց միշտ առաջնորդվում է իմաստությամբ, համբերությամբ և սիրով։